Պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, դուք չեք մասնակցում դեռ խմբակցության քննարկմանը։ Մի տեսակ ոնց մեկ ուսացած լինեք, դրա համար չեք մտնում ներ։ Լավ, եկեք հետո կգիտակցեք։ Ո՞նց մասնակցեմ, եթե կանչել եք այստեղ, չեք մասնակցել։ Չեք Իրավիճակը այս լարվածությունները, ոնց է դուք գնահատում ամեն բառից հետո sense ՊՊՑ-ին կանչել, sense դուրս հանել, դուրս հրավիրել ես ինչ է։ Այ առաջի օրվանից ինչ Ռուբինյան, Խոնջորյան, Վահագ Ալեքսեյան ընտրվել են նախագահային նիստերը, իրենք իրականացնում են իրավունքի չարաշահում։ Ես ինքս քանի անգամ դրա մասին բարձրաձայնել եմ, չէ՞, իմ ելույթում էլ եմ մի անգամ ասել, որ նախագահողը իրավունք ունի եւ մեկնաբանություն անի, եւ արտահերթ հարց տա, եւ արտահերթ ելույթի իրավունք ունենա։ Դա իր իրավունքներն են, բայց այդ իրավունքից յուրաքանչյուր սուբյեկտի բարեխիղճ, այսինքն իրանց խնդիրը նիստի բնականon ընթացքը ապահովելն է, այսինքն նիստը լրացուցիչ մեկնաբանություն պիտի անի, եթե դրա կարիքը կա նիստի բնականon ընթացքի տեսանկյունից, այլ ոչ թե իր կարծիքը մեզ բոլորից մի անգամ ավելացնելու հնարավորության համար, հասկանում եք։ Իրենք իրականացնում են իրավունքի չարաշահում, ինչն է, որ արդարացի բոլոր падգամավորների դժգոհության առաջ է, այսինքն եթե իրենք բարեխիղճ գտնվեն իրավունքի իրացման հարցում, նման խնդիր չի առաջան, այդքան բան։ Անվտանգության աշխատակիցները հանեցին, թե Ոչ, պարոն Ղազարյանը ինքը ասաց հանգիստ թողեք մտաներ սնել, այո, մատ ուշադրություն դարձեք, էլի։ Հասցրեցին։ Ես որ գալիս եմ ոնց որ կազարմա գամ։ Ես աշխարհում գիտեք քանի երկրի խորհրդանում եմ եղել։ Եվ որպես պաշտոնյա, եւ որպես զբոսաշրջիկ, այսինքն Բունդեստագ մարդիկ գնում են որպես զբոսաշրջիկ։ Բունդեստագում զինվորական չկա։ Կարգ գոյություն ունի, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները շենքի ներսում ծառայությունը պետք է իրականացնեն քաղաքացիական զինվորնայք տեսեք տարածքում որտեղ թվում ես խմբերով զինվորատեսպան ասեք դրա կարիքը որտեղ կա ումից են պաշտպան քանի տեղ են շենքը ստուգում դալիճ մտնելու այսինքն այս պարլամենտը այսի խոսալու տեղը ոնց որ կազարմ ալնի Գնում են ոնց որ ձեր վերադառնում եք Չէ ոնց որ հիմա դուրս են գալիս Լքում է Պարոն Մխիթարյան, շենքից դուրս եք գալիս։ Ամենայն հավանականությամբ հա։ Ղազարյան դուք ման չունես եք ալել։ Ներողություն։ Ես կարծում եմ, որ ֆրակցիայի ընկերները ուղղակի մի նշան աջակցության որոշեցին լքել ֆրակցիայի ազգային ժողովի նիստը։ Դուրս եք գալի ազգային ժողովից։ Հիմա պաշտոն հանձնաժողովի նախագահի քննարկումը տապալվեց, չեք մասնակցելու այսքան։ Դու չեք կարծում տապալվեց, իրենք թոքել։ Արեգ Հովսեփյանի թեկնածությունը չէ՞ վերջացավ։ Ձերը քննարկեցին համ ձեր նախագահները Սիրելի լրագրողներ, տեսեք խնդիրը ինչու՞ն է։ Արդեն 2 շաբաթ է ԱԺ կանոնակարգ օրենքին հակասող բաներ են անում։ Նախագահողները ամեն անգամ, եթե նկատել եք, անընդհատ այդ յուրաքանչյուր իրաց ընդդիմադիր պատգամավորից հետո իրենց շատ երկար առանց ժամանակի առանց ոչ մի բանի իրենց անգամ ելույթ այսօր տեղի ունեցավ աննախադեպ Աննա Գրիգորյանի անգամ ելույթի ժամանակ ընդհատեց փոխնախագահը ու սկսեց խոսել ես չգիտեմ չեմ կարծում վատ բան եմ արել բայց մեր հայրենակիցներին ընդհանրապես ուզում եմ ասել որ ով է լինել այս դահլիճում հաստատ այդ ռեակցիան Ձեր հետ կապած ինչ տեղի ունեցավ որ ձեզ ոնց որ ուժով փորձեցին դուրս հանել։ Մի հատ նկատողություն տվեց, ասի հաջորդը ինչ պետք է անես, երկրորդը տվեց, երրորդը Դուք տեղից արձագանք Եթե դու չէի գալիս, արդեն հաջորդ օպերացիաներ տեղ ունենում, որ ես թույլ չտվեցի, որ ինձ հանեն դուրս, ընդհանրապես չի կարող, բայց իրական, այո, շենքը կվերադառնա հավանաբար վաղը։ Որոշենք, այս բանը չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ օրենքի խախտմամբ ընթացող նիստի չենք մասնակցում։ Վերևը խոսում էր, ես Ղազարյան եմ գնում, դու
Դրսում էի պարոն Կարապետյանը Մարտան անունից դուք եք Ես անցնեմ, մեր գործընկերներ։ Աստղի։ Աստղ։ դա փողոքի նոտա է Չէ։ Ուղղակի մեր խմբակցությունը կարծում եմ այդպես հատուկ չեն քննարկել, բայց ի նշան աջակցության ինձ որպես ֆրակցիայի անդամ եւ նաեւ իրենց բողոքը արտահայտելով նախագահության կողմից իրենց վերապահված լիազորությունների չարաշահման հետ կապված որոշեցինք լքենք։ Խաղը գալու է։ Չկա այս պահին որոշում, կասենք էլի։ Ու ստերոթին կմասնակցենք, բայց նիստին մասնակցելու որոշում այս պահին չունենք։ Իմ կարծիքով համոզված եմ լսում են կամ լսելու են քաղաքացիական պայմանագիրը պետք է լուրջ հետևություններ անի եւ իրենց պահի ըստ ԱԺԿ-ակարգ օրենքի։ Չի կարելի 100-150 ՊՊՑ-ի տղաներ տեսակ այդ ներս գալ է։ Ես չեմ ուզում կոպիտ որակումներ տամ, բայց ամեն դեպքում տղամարդավարի չի։ Պարոն Ղազինյան, ներողություն, քանի որ մենք ներսում չենք եղել, դուք հստակ որևէ բառ արտահայտություն ինչ եք ասել, որի Հանրը ասել եմ, սա օրենքով, այն ինչ օրենքի անում։ Բարի Գաուսյանից հետո այսօր իմիջիալոց երևի 5-րդ, 6-րդ ընդհանրապես այս երկու շաբաթվա ընթացքում անընդհատ։ Ընդհանրապես հարց եմ տվել, սա ԱԺ կանոնակարգ օրենքով, ասում եմ լռեք։ Ասում եմ, չէ, հարց եմ տալի, պատասխանեք, ասում եմ լռեք։ Հիմա այդտեղ ինչ անես, լավ, ո՞րն է այդտեղ։ Այսինքն նստես անընդհատ լռես ու տեսնես, թե ամեն ընդդիմադիր պատգամավորի ելույթից հետո իրանք ինչ են անում։ Այսինքն այնքան բարեկրթություններ մի բան չի, էլի։ Այնքան իրենք այսպես ասած սահմանները կորցրել են, որ պատկերացրեք այսօր անգամ Աննա Գրիգորյանը ելույթի ժամանակ ընդհատեց պատգամավորին, ինքը սկսեց խոսալ։ Շուտ չի լինում դες։ Թող հետևություններ անեն ուղղակի։ Այս կոշտ հարցադրումները Արեգա Հովսեփյանին, կոշտ հարցադրումները պատահական են, թե ցանկալի չի տեխնացում։ Չեմ կարող ասել, ես մի առիթով ասել եմ, բացարձակապես չեմ խնդրում, ես համոզված եմ նաև իմ գործընկերները։ Դա համանդրական նորմա, դոնտի բանաձևով ուզում են ընտրեն, ուզում են չընտրեն։ Այնպես չի, որ մեր համար չընտրվելու դեպքում մեր աշխատանքի որակը կամ ինչ-որ այլ բան փոխվելու է։ Այլ տեխնացու բերելու եք։ Չի քննարկվել։ Կանեն իրենց որոշումը, մենք էլ մերը կանենք, հաշվի առնելով, որ մենք ինչ անգամ շշուկով խոսում ենք ամենայն դեպս այս շենքում իրանք իմանում են, մենք էլ քննարկում ենք ըստ անհրաժեշտության։ Շնորհակալություն։ Հնարավոր չէ ունենալ բավարար որակներ, բավարար